Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սիրելի հայրենակիցներ, 2020 թվականի աղետալի պատերազմի եւ առաջին կապիտուլյացիայի ստորագրումից հետո ես դուրս եմ եկել այս թշնամական խմբակի դեմ անզիջում պայքարի։ Այդ ժամանակաշրջանից ի վեր չի եղել գեթ մեկ հանրահավաք, մեկ շարժում, մեկ գործընթաց, որին ես ամբողջությամբ նվիրված եւ մասնակից եղած չլինեմ։ Անկամ ինքս եմ երբեմն նախաձեռնել շարժումներ, գործընթացներ, հանրահավաքներ, փորձելով սեփական ջանքերով հասնել որոշակի հաջողությունների։ Առայժմ մեզ դա չի հաջողվել։ Առայժմ չի հաջողվել այս թշնամական խմբակին հեռացնել իշխանությունից եւ խափանել նրանց մահաբեր, կործանարար ընթացքը։ Մինչև հիմա չի հաջողվել, բայց կարծես թե կա մի հույս, կա մի հնարավորություն, կա մի շանս, որը մենք բաց թողնել չենք կարող։ Ես որոշում եմ կայացրել իմ համեստ կարողություններով մասնակցել ուժեղ առաջնորդի, ուժեղ թիմի նախաձեռնած մի գաղափարին, որը միտված է կերտելու ուժեղ Հայաստան։ Ես որևէ պայմանավորվածություն, որևէ նախապայման եւ որևէ այլ խնդիրի առջև չեմ դրել, քան օգտակար լինել ուժեղ Հայաստան ստեղծելու գաղափարին։ Սամվել Կարապետյանը կարիք չունի եւ անհրաժեշտություն չունի ինձ հիմնավորել, որ ինքը կարող է իր ողջ կարողություններով, իր ողջ նվիրումով եւ մտածողությամբ ծառայել մեր պետությանը եւ ժողովրդին։ Նա վաղուց է ցույց տվել, որ կարող է ոչնչից ստեղծել մեծ բարիքներ։ Նա վաղուց է ցույց տվել, որ կարող է իր ստեղծած բարիքները անշահախնդրորեն կիսել իր ժողովրդի հետ, մասնակից դարձնել հազարավոր մարդկանց բարիքների ստեղծման գործընթացին, ուժեղանալ եւ ուժեղացնել ուրիշներին։ Եվ ես արդեն հավատում եմ այդ գաղափարին եւ վստահ եմ, որ եթե մենք ամենքս մեր համեստ կարողություններով մասնակցենք այդ գործին, մենք կարող ենք ուժեղ առաջնորդով ստեղծել ուժեղ պետություն։ Եվ ես կայացրել եմ այդ որոշումը ինձ համար, եւ դա համարում եմ ոչ միայն իմ որոշում, այլև կոչ եմ անում յուրաքանչյուր մեկին, ամեն մի հայ մարդու, անկախ դրանից, թե իրենք ինչ քաղաքական կուսակցությունների են պատկանում, ինչ հոսանքներում են, ինչ հայացքներ են ունեցել, մենք մի հնարավորություն ունենք մեկտեղելու մեր ջանքերը, այս ըստ էության ապակուսակցական գաղափարի իրագործմանը, փրկել մեր պետությունը, փրկել մեր ժողովրդին այս փոքրիկ խմբակի կեղտոտ, այրունոտ, մահաբեր ճիրաններից։ Ինչպես ամեն մի մարդու, այնպես էլ ամեն մի ժողովրդի կյանքում լինում են նաև դժբախտություններ, ողբերգություններ, որոնց հետևանքով մարդիկ կորցնում են գրեթե ամեն ինչ։ Այդպիսի վիճակում ենք հայտնվել նաև մենք։ Բայց մենք պետք է հույս ունենանք, որ կարող ենք միասնաբար վերստին կանգնել ոտքի, բարձրացնել մեր մեջքը, վերականգնել մեր արժանապատվությունը եւ կերտել ուժեղ Հայաստան։ Ես միացել եմ այդ գաղափարին, կոչ եմ անում բոլորին միանալ այդ գաղափարին եւ պայքարել հաղթանակի հույսով։ Այն մոտ է մեզ։ Մնում է մենք տիրանանք դրան, հեռացնելով այս թշնամական խմբակին եւ վերականգնելով մեր ժողովրդի իրական ուժեղ իշխանությունը։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր,